Կարևորը, որ հիմա մի հատ լավ երգեր քեզ լսենք։ Դավայ։ Ես այս ամենից շատ եմ նեղվում։ Դուք ամեն անգամ իսկ կանչում եք ստեղ, որ ես երգեմ նամանավան ձեր ընկերների ներկայությամբ։ Ես իմ ձեռով դրա ողնաշարը մեջտեղից ջարդելու եմ։ Ո՞նց։ Արա մեր պես տղեկի հետ խիպտի սենց բանալնի։ Խիպտի սենց բալի տղելքի հետ տենց բանալնի, աղպելս։ Հավաքցում եք Կալբի ջան։ Արա լավ է, արա է։ Ինչից եղավ։ Քաբաբից ապեր։ Ուղոր մի։ Նոր զանգեցի հորդ։ Հե։ Նոր զանգեցի հորդ, որ իմանամ երբ ա տուն գալու։ Կողքից աղջիկների ձայներ էին լսվում։ Հետս էլ մի տեսակ ցրելով էր խոսում։ Ձև չկա, այս էլ փույսուն ժարիտ, ինչ ես ասում, ես ինչ ասես մտածի։ Ես հիմա կգժվեմ։ Հենց հիմա ինձ պիտի տանես հորդ մոտ։ Ես պիտի իմանամ ինքը այս պահին ում հետ ա։ Ինձ հիմա ոնց գնանք, Տաշկեն փչացել է։ Տաքսիով կգնանք։ Թարգի էլի մամեսնյակ, այս ժամին ուր գնանք։ Ինքը հիմա իր ընկերոջ ռեստորանում ա։ Եթե դու ինձ հետ չգաս, ես մենակ կգնամ։ Համի ուր գնանք, ասենք թե, տենաս աղջնյակների հետ նստածա, ավելի ծանր չես տանելու։ Բայց կանեմ։ Դե դրա համար եմ ասում, չգնանք, թարգի։ Ուրեմն տենց բան կա, հա? Ուրեմն դու էլ գիտեիր, հա, որ տենց բան կար։ Չէ, այդ հավատալեմ, ես խոսքի ուրնակ ասեցի, ես տեսնյակից չեմ հավատում տենց բաների, դժվար։ Մորս պայծառար եմ, եկամ մարդիկ են, լխանդում են իրարարը։ Մենակ չսես էլի եղի ես, մենակ չսես ես էլի հայր եմ տարնալու։ Մելան, Լսում եմ բալեսը։ մի հատ բարևին մեր երեխուն։ Դժվար Սուսիկ։ Մելո, պրենետոլ։ Դա նախածննդյան շրջանն ա, որի ընթացքում երեխան արդեն ընդունական լսել, հոր ու մոր ձայնը տարբերել։ Դրա համար մենք պետք է իր հետ խոսանք։ Երեքոսը առաջերով չես լողցել։ Վայ լուրջ եմ ասում, Մելո։ Հիմա ինքը կմտածի, թե չես ուզում իր հետ խոսաս։ Սուսիկ ջան, ես բան ու գործ չունեմ, իմ դնեմ փորիդ հետ խոսամ։ Փորիս հետ չէ, մեր երեխու։ Ճիշտ է, լսողական համակարգը մոտավորապես 22-րդ շաբաթից է սկսում ձևավորվել, բայց ոչինչ, մենք հիմիկվանից իր հետ կշփվենք։ Սուսիկ ջան, բալես, այսպես բան եմ հասկանանք, էլի։ Մենք մեր երեխու հետ կշփվենք այն ժամանակ, երբ որ ինքը ծնվի, երբ որ մենք իրան տեսնենք ու вообще ինքը հասկանա, որ որից հետո է։ Մելո, ուզում ես մեր երեխան իրան մերժված գա։ Սուսիկ ջան, ինքը հիմի մենակ կրնա քուցենը լսե ու вообще քո օրգանիզմի չխկու տեղ կճի թողնա մարդ ուրիշ բան լսե։ Վայ Մելո, հենց հիմա խոսա հետը։ Ձեռդիր, այսենց ու խոսա հետը։ Դե մի բան ասա։ Այսպես խոսամ։ Բալես, ինչ կենես իրան մենակ մորդ չքաշի։ Յումիս էլ էի քեզի։ Ուր, փագի դուրը մամ։ Փագի ես կմտնեմ կտենամ, եթե ընդեյա կգամ քեզ կգնչեմ։ Չէ, ես իմ աչքով եմ ուզում տեսնեմ։ Էй, փագի ասում եմ, վայ։ Ստե ատեշնյակի մեքենա ես տենում։
Մենակ տենային ներսը ինչ ծտեր էին։ Մեկը մեկից կյաժ։ Տեսնյակս էլ մի ձերը գցել է մեկի ուսին, մի ձերը մեկի ուսին, ու ջան ասում են, պաչ լսում են։ Մխո, կատակի ժամանակ ես գտել, իմ սիրտը պայթում է, դու կատակ ես անում։ Այ ման, բա ես քեզ մեղա ասելով, ձև չկա տեսնյակը ամբարու աղջկեքի հետ լի, վայ։ Իդի հանի մտքիցդ։ Բա ուր է հիմա, հա։ Մխո, հլը զանգեն մկրտիչին տեսնենք որտեղ են։ Սրբություն ջան, արի քեզ տանեմ տուն էլի ինչ կլի, թարգի ես մոմենտները, հա։ Չէ, մխո, զանգի ասում եմ։ Դու ջահել վաղտել ես տենց խանդոտ եղի։ Հարցը խանդոտելնելու մեջ չի։ Ուղղակի մի հատ շատ կարևոր հարց կա, ես անպայման պիտի իմանամ, զանգի ասում եմ։ Երանի է տեսնյակին քո արև, որը տենց սիրում ես իրան։ Հա, մխո ջան։ Ապենյակ, տեսնյակի հետ ես։ Հա, ապեր։ Բա ուր եք ապեր։ Հյուրանոցում։ Վայ, օֆիսում։ Չէ, ապեր, հյուրանոցում։ Բա ինչ եք անում օֆիսում։ Օֆիսում չէ, աղբերս, հյուրանոցում։ Հա, օֆիսում հանդիպման էր գործնական, մոռացել էինք, լավ Լտուր, հա։ Լավ ապենյակ, լավ։ Ինչի չտվեցիր։ Լամ դե լավ էլի գործնական հանդիպումը խանգարում ենք, վայ։ Հա, աղջիկների հետ, չէ։ Չեմ ջոգում, Օթելլոյի հոգեբանությունն է մտը մեջը տեսուր։ Մխո, քշի գրասենյակ։ Մախ, մորս պայցարար է։ Ինչքան էլ պետք է սենց վեշ կրենք, որ Դե լավ մի քանի օր է գործից հետո մանր կբերենք կպրսնենք էլի։ Երեխեք, սուրճ կխմեք։ Հա կյանք, սարի մետ պաչեմ։ Հոգնել ես։ Չէ։ Սա ձեռնոցներով քեզ չէի տեսել։ Հա։ Բայց ուշադիր եղեք, կարող է եղոնք մեղոնք վնասած լինես։ Չէ։ Բայց լավ, սպասի մի հատ ստուգ եմ կասկած գցեցի մեջ։ Ամեն դեպքում ստուգ է ճիշտ։ Չէ, նորմալ է։ Հալո, Աղբերս բարի օր։ բարի օր։ Ապե դու ես Սոֆայի նշանածը։ Հա, ով է։ Անունս Գեղամ է։ Կարանք իրար տենանք խոսանք, ապեր, ես քեզ կարևոր բան ունեմ ասելու Սոֆայի պահերով։ Եթե իհարկե քեզ հետաքրքրում է։ Հետաքրքրում է, ոչ չի հետաքրքրում։ Դե ես հեսա մի քիչ հետո քեզ կզանգեմ, մի հատ օբյեկտ կասեմ կգաս ապեր։ Եղավ։ Հա։ Սուպեր արա։ Ասում Սոֆայի վրով քեզ բան ունեմ ասելու, կարանք տենանք իրար։ Կարող է Սոֆայի առաջվա ընկերն է։ Շատ իմանամ, անունը Գեղամ էր։ Բա ում է զանգում։ Սոֆային։ Սոֆային զանգում ես ինչ անես։ Տենեմ այդ Գեղամ անունով տղու ճանաչում է, թե չէ։ Դու Սոֆային հետո կզանգես, արի գնանք տենանք հետո այդ գեղամը։ Այ քեզ բան արա։ Ապենյակ, ես մենակ ես մնացել օֆիսում։ Հա, մի քիչ գործ ունեի, ասի մնամ ապե։ Բա տեսնյակը ուր է։ Չգիտեմ, մխո ջան։ Շուտ ա դուս եկել ապե։ Լավ Սյոմ ջան։ Դու դուրս ես գալիս ապե։ Չէ, հələ որ ստեմ։ Դե որ դուրս գաս ասա կամ դուրը փակեմ ապե։ Լավ ապենյակ։ Յա, ասա մխո ջան։ Ապենյակ, բա հյուրանոցում ինչ կա որ։ Դե ընկերներով եկել են ժամանակ անցկացնել էլի մխո ջան։ Ես էլ ստեղ դրսում կանգնած եմ ապեր։ Ծտերի հետ են։ Չգիտեմ ապեր, կարող է արդեն ծտերը վերևում են եղել։ Ես չեմ տեսել։ Բա կարաս մի հատ ճշտես։ Լավ այսիքը մի հատ ճշտի, հա, պետք չի։ Լավ, դավայ։ Լավ մխո ջան։
Ստեղ չէր, չէ։ Ման ուշում գնացինք տուն, հա քեզ տուն եմ տանում։ Այ մամջան, ինչի ես լացում, ինչ ա եղել, կարաս ինձ բացատրես։ Մարդը գործերով տարբեր հանդիպումների ա, բաների ա, ինչի ես լացում։ Գնացինք տուն, հա։ Քշի տուն։ Մամ լուրջ եմ ասում մի լացի էլ ինչ կլի, թե չէ իմ ծիրտն է կլացվի արդեն։ Ցավը տանեմ, մամջան, ես սարի պես կայնացել եմ քո կողքը քո աշկերից արցունքներ գլորվեն։ Հա, մեկ դու ես սարի պես կանգնած, մեկ էլ հերդ։ Ման վերջ, քեզ չի սազում։ Լուրջ եմ ասում, ես քո կողքը կայնած եմ։ Այդ ես ինչ եմ ասում, հանգարց եթե պարզեցի, որ ատեսնյակը ծտերի հետ ա եղի, ցեխը ձեռից կվեկալեմ։ Ինչ եղավ այդ տղեն, է։ Հələ մի հատ է զանգի։ Չի վերցնում։ Կարող է սոֆայի առաջվա ընկերն։ Երևի։ Ալո։ Հասել ես ապեր։ Ախպերս, ես 20 րոպե նստած քեզ ենք սպասում։ Հեսա գալիս եմ։ Նա։ Հեսա գալիս եմ։ Մարուկը։ Կարբիտ, Նատաշանա։ Կարբիտ, դու գիտես Հասմիկը ոնց ա նեղվել, երբ զանգում եմ լացում ա, չի կարում հետս խոսա։ Իբր քյաբաբ սարքել չիմանալ ինչ է, որ տենց պատմություն սարքեցիր։ Ոնց ինչ էր։ Անձնական վիրավորանք էր։ Հա չի իմացել կսովորի։ Լսի, ես քեզ հիմա այդ կարողոս բացատրեմ։ Ատա գիտես ինչ խորքային բաներ կա։ Ու вообще դու խես ինձ զանգել։ Ուղակի ընկերուս խղճալով եմ զանգել։ Դե ուրեմն ուղակի ընկերուդ խղճալով էլ չզանգես։ Ախր ինքը քեզ շատ ա է սիրում։ Հա հետո ինչ։ Զանգի իրան էլի խնդրում եմ, թե չէ այդ աղջկա սիրտը հաստատ կճաքի։ Արա դավայ, հա։ Կարող է ջոգելա բանու գործ չունենք անելու։ Ախպերս հեսա հասնում ենք, ուղղակի բաներ եղել մի քիչ ձգձգվեց։ Ախպերս, եթե գալը չի ստացվում, ասա իզուր չսպասենք։ Չէ, ապեր գալիս ենք, դու ասա թե խորոված բան սարքեն, որովհետև երկար ենք նստելու, էլի։ Լիքը բաներ ունեմ ասելու։ Լավ, ապեր։ Ասում դու ասա թե խորոված մորոված սարքեն, որ երկար պետք է նստենք, խոսալու բան կա երկար։ Կարող է մի հատ տանենք հավայան կղզիներ ընդեղ խոսանք, դա ավելի հարմար է։ Ախա։ Լավ էլի մինաս։ Շակեր։ Ինչ եք։ Լավ ձև է, չէ՞ տեղ հրավիրելու համար։ Դա լավ էլի ախպեր, մտներովս 1000 մի բան անցավի։ Չէ, դե դժվար քո մտքովդ 1000 մի բան ասի, մաքսիմում 3 լավ 4։ Որ ասեր քաղաքում միտեղ պետք է հանդիպենք, կարողա չգայինք, հա։ Մնացել էր դու ինձ տեղ կանչելու ձևը սորովցնեիր։ Նա մյուս անգամ իշ լինեմ, սորից պետար։ Ապե ճիշտն ասած, այս մինասի sense հումորները մեկ-մեկ ինձ էլ է ներվայնացնում։ Գլուխդ պադին ես տվել։ Այլ էլի սկսեց։ Վարուշ ինչ կա, կսես հարսնիկի պատրաստության մեջ եք, հա։ Հա, ամեն ինչ նորմալ է։ Մտածում եմ, որ խավորոսը դու կլնես, բայց հենց տոր փոշմանեցի։ Ինչի այդ եղա։ Ապա սես բան են անում ախպերի։ Բաներ են ներեցել ջան։ Ալո։ Ասա։ Ինչ ասեմ։ Ինչ ես անում։ Նստած եմ։ Ես էլ։ Բա հետո։ Հետո տառապում եմ։ Բա երբ կվերջացնես։ Քեզանից է կախված։
Դե եթե ինձանից է կախված, ուրեմն էլ մի տառապի։ Բա ինչ անեմ։ Պարկի քնի հանգստացի։ Չեմ կարա։ Վիզ դրած ուզում ես տառապես։ Վիզ դրած չէ։ Բա դե դրա համար էլ ասում եմ պարկի քնի։ Ու վաղը քյաբաբ սարքել իմանաս։ Դու լավ գիտես քյաբաբը իմ կյանքում ինչ կարևոր բան է։ Ու տենց արհամարական վերաբերմունք հա իրա հանդեպ։ Չգիտեմ էլ ոնց բացատրեմ։ Չգիտեմ, բայց այդ իմ համար մի հատ եսիմ ինչ վիրավորանք է, Ասմիկ։ Ես անպայման կսովորեմ։ Ուղղակի կյանքը նենց կարճ է, որ չարժե իրարից նեղացած մնանք։ Ավելի լավ է իրար սիրենք, փայփայենք, քան ես քեզ գցեմ քացու տակ։ Ճիշտ չեմ, Ասմիկ։ Ճիշտ ես։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ինչ։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Բայց նայի անգարց չառիթավորվես։ Լավ։ Էլ չես տառապելու, չէ։ Չէ։ Վաղը քեզ որտե բռնեմ, գլուխդ կծելու եմ։ Մինաս բա երբ ես ամուսնանալու։ Հեմիա, հենց եմի կուզեմ ամուսնան։ Քո համար արդեն ուշ է։ Այդտեղը վիշներից այդ ամենակեսուրախը, ամենաէներգիայով լեցուն մարդը ես։ Ոյ։ Այդտեղը ես սաղ որը չաստնեմ, ես աղջիկա երես երբ կտեսնեմ։ Այն լուսոյից ինչ կա որ։ Էքսորվի, բայց դորսեմ շպում կա սուտ կյանի, չէ։ Չէ, քո համար շուտ պիտի լավ աղջիկ չարենք։ Ես շուտ երեք, մենակ կսեք ապջան, ես էշի անգաջը գնազ եմ, շուտ երեք, շարժվեք։ Այն բանը գիտես, էդի կակայի վերջի երկը։ Ախպեր ինչ եք, թո բարի մերն եք սրկիտ։ Ոտը։ Միսով կերեն արա։ Խելոք բիձա են բռնել, լարվել են վրեն, էլի։ Լեք։ Բարի օր դստով։ Բարի օր։ Հերիք է, բաբի ջան, հերիք է։ Դե հացի փող տվեք, էլի տղեկ, խուրբան տես։ Ինչ փող, հələ մի քիչ առիթներ արա նոր գտանք։ Ինչ անեմ, ասա անեմ։ Հեչ բանել մեր աղոպար ջան։ Տղեկ, յանիմ, ինչիտ պես կենեք որ։ Ոնց, մերն եմ սրտիտ։ Են ինչ որ կենեք։ Եկա մարդա տղեկ։ Ես ինչ եք անում։ Դրե պարասնում, երկացնում եք, կարում եք օգնեք։ Հայանի ինչ ենք անում որ ստե։ Տղեկ ջան, մեզի չի սազել էլի։ Եթե դաժե տարիքով մարդ էլ չեղնի, մի մարդը կարիքի մեջ է, ձեզնից փող կուզե դու կղժակ վերեն։ Մարդում վայել արարք չէ, էլի մանավանդ մեզի հայելիս։ Ախպեր Յանի ոնց մարդում վայել արարք, ուզում ես ասես մենք մարդ չենք, հա։ Չէ, ապջան, ես կսեմ մարդում վայել արարք չէ ձեր երած։ Ախպեր տենում ես մենք անում ենք այդ արարքը դոս մեզ մարդում վայել արարք չի, ջոգում ես որ վիրավորում ես։ Ախպեր ես, կրկնեմ գը։ Մարդում վայել արարք չէ ձեր երած։ Եթե կվիրավորվի կե նորմալ է, դի կնշանակի որ դեր սխալ հասկացել եք։ Մեկ այդ վիրավորվելը պետք է։ Ես ինչ ես խոսում այ ընկեր։ Արա չհասկացան, ես շատ փափուկ հետ դրդ խոսացի կառիթավոր, վա։ Բասի, վարով։ Ով առիթավոր, ես ինձ ես խոսում։ Մերբ եմ տղեկ ջան, եկեք հանգիստ խոսանք, տակնալ պետք չէ։ Պրոստը մեր սազերնիկի որ եկեք հարգենք այս մարդուն։ Մի անկախ իրա սոցիալական վիճակից ինչ կարիք կա այդպես բաներ են։ Սիրուն չէ ձեր երածը, ցավներ է տանի։ Սազերնիկի որ մի եթե ձեր դիրեկտորը ձեզի երկը ծներ, պարը ծներ, ուտպես ձեզի աշխատավարձ տար, ձեր դուրը կուկար, հա։ Ախպեր դու տենց համեմատություններ մի արա։ Ոբշեմ հիմա լսեք ինչ եմ ասում։ Հանգիստ արոս։ Մի րոպե էլի մինաս։ Ձեր արածը լակոտություն է։ Պատասխան դոլը։ Դե հիմա լսի քեզ ինչ եմ ասում։ Քեզնից հասկացող մեկին կբերես, ես այդ պատասխանը կտամ։ Չկասկածես, արա այդ տաղա։ Այդտեղ են դու ես Սարա։ Դու լսի ինչ եմ ասում։ Օլավ սրած հաստում արա սրածիդ խեք լեզու թրջում ես։ Որես Սարեն սպասեք հեսա գա։ Ոտերդ կջարտեմ այդ տաղա։ Լավ էլի Վարոս, ինչ ես այդ երեխեքի հետ գլուխ դնում։ Արա դե հերիք է լավ, բոլը լավ էլի ինչքան ասիք հետերը հագիստ խոսենք, արա առիթավոր բան արած։ Այն ովքեր են վաբշե։ Պետք է սկզբից գայի քցի քացուստակ պրսնեի գնայի։ Դու էիր էլի։ Եկի ինչ ես բացատրում։ Պետք է գայինք մարդամյաց սիլատային գնային արա։ Կրձար։ Հա։ Խոսամ։ Հայ յանիմ ճիշտ չեմ ասում։ Կլայ էլի չի տոնի խոսամ։ Դու հանգիստ հետներեք խոսա, յանի չի տակցար որ։ Երեխային։ Համի դու երեխա վախտեց սխալներ չես երե։ Թե չէ հիմի սխալներ չես ենե, կամ вообще այդպես մարդ կար տոշնի ես աղ իրա մոտ։
Հա Վարուս, կամ հա Վարուշ։ Պապի ջան, ես վերցրու ու գնամ։ Ու սրանց նման տղեկի համար էլ տաղանդները ցույց չտաս, ցավդ տամ։ Դե երեխեքն էլ ասի մի քիչ ուրախացնեմ։ Դու ինչ ուրախացնես, պապի ջան, ինչ ուրախացնես, է։ Ապրեք թեղեք ջան, գոհ եմ ձեզանից։ Սպասի լոպար, սպասի։ Եթե վերած չես, մեկ շմնա այդ տղեկը պետք է ննձիկ թվա քեզի պանունիս էլ, էլի։ Ինչ պետք է ասեմ։ Դե պապի ջան, պետք է գան ներողություն խնդրեն քեզանից ու մարտը 5000 էլ փող տան։ Չէ, ավելի լավ է երթա պապիկը։ Չէ, պապին ավելի լավ է մնա։ Ես վերցրա պապի ջան, ու մերդ սպասի ստեղ։ Հա բարիկերի դու գնա, էլի։ Ոնց թե դու գնա։ Ես դե սպասում եմ որ գան ոտեները ջարդեմ, ասում ես գնա։ Տղեկ ջան, մի կռվեք էլի ձեզ ցավը տանեմ։ Վայ պապի, ով է կռվում, մեկ կռվում եք։ Ես սպասում եմ գան ոտեները ջարդեմ ու վեր։ Всё։ Ինչ է եղել։ Էս ինչի եք ինձ նայում։ Հեչ, ուրախացանք, որ եկար։ Յա, փաստորեն ես ձեր ուրախանալն էր, հա։ Եթե ես ձեր ուրախանալն էր, բա տխրելը ո՞նց է լինելու։ Տխուր ժամանակ երևի պիտի նենց ող փակ, հա։ Կնստես մեր հետ։ Ինչի, նկարվելու եք։ Չէ, ուղղակի բան ունենք քեզ ասելու։ Յա, ես ինչ հարցակողական ոչի մեջ էր։ Հրետանին շարել եք։ Տանկեր, մանկեր հանել եք։ Չէ, մերը պիխոտը։ Ոյ քորա, իտ ավելի վախենալու է։ Դե մի ասեք տեսնեմ ինչ է եղել։ Վռա, ուր էիր։ Յո, Մարգարիտա, փաստորեն արդեն սկսել ես ինձ չվստահել, հա։ Ինձ, քո են համով հոտով, քո են ասող խոսող, քո են ուտող խմող, քո են ինչ ասեմ են մին ու ճար մարդուն, հա։ Մարգարիտա ջան, գործերով էի, ինչի է համար ես հարցնում սիրունս։ Այսօր որ զանգեցի, աղջիկների ձեներ էին գալիս։ Յա, հետո ինչ, որ ձայներ էին լսում ուրեմն ինչ, հա։ Դու լսի աղջիկ ջան, ես քեզ 1000 անգամ ասել եմ, քիթդ մի մցրու ամեն քեզ չվերաբերող գործերի մեջ։ Դու անգիր գիտես, որ ես ինչ անում եմ, ձեր համար եմ անում։ Այդպես չի։ Էդ ինչա։ Սպասի։ Սկականից, ես ինչ արա։ Ոնց չուլքի է։ Յա, տեսան, միանգամից կողնորոշվեց ես ինչա։ Կարող է դաշե իմանաս ես սումնա, տղա ջան։ Էդ ինչ գործ ունի գրպանիդ մեջ, հա։ Այ Մարգարիտա ջան, հիմի որ ասեմ, չգիտեմ, չեք հավատա, պապայի արև չգիտեմ, ես ինչա։ Այսինքն կա մեկը, որ իրավունք ունի քո գրպանի մեջ տենց բան դնի, հա։ Դոլսի այ աղջիկ ջան, դու գիտես որ ես 1000-ից մեկ եմ պապայի արևով երթում, իմ արև քո արև չգիտեմ ես ով ա դրել, ես երևի ինգեներս են ասենք դրել իմ կարծիքով հումոր են ուզեցի անել, երևի այդ մժեղը տեղյակ կլինի, սպասի, ես ինքն էլ զանգ էր տվել, ես 100%-ով մժեղի արացնելն է, ալո մժեղ, լսի ես չուրկին ով ա դրել ջեբս, արա սովորական չուրկի, չէ, դրանցից չէ, են սովորականներից, տղեկը քո հետ են, մժեղ մի հատ հետաքրքրվի, ով ա սենց բան արել, ինձ թվում է էսի հենց իրանց արած գործն է, հա, էս իմ ընկերները սենց հումոր անելու համար խեքվեր իրանցը չի, բայց չգիտեմ որ սա արդեն վերջն է,
որ վրամը ես քթերից բերելու է, անեն զոյին եմ խաղալու դրանց գլխի, անեն զոյին, չեն են պատկերացնի։ Ասա ապեր։ Արա ոնց։ Ոչ մեկ չեն արել։ Արա այ քեզ հանելուկ։ Արա ոնց կարող է պատահի իրանք տեղյակ չլինեն, արա։ Բա ով արեց արսա։ Լավ, մժեղ, սպասի մի քիչ մտմտամ, հետո ես քեզ կզանգեմ։ Ասում տղեկից ոչ մեկն չեն արել։ Էլ մի դերասանություն արա։ Այդ ցավը ինչ դերասանության մասին է խոսքը, այ Մարգարիտա ջան։ Հասկացանք, որ տաղանդավոր դերասան եմ, բայց ես հո ամենտեղ դերասանություն չեմ անում։ Սպան կլինի արա։ Դու եթե ես դերասանություն անեի, կասեի տղեկից մեկն արել, անուն կտայի ու ձեզնից կպրծնեի։ Օրինակ ասեի մժեղն արել։ Ինչ պիտի հավատայի, մժեղն արել թե չէ։ Բայց հավատա ինչքան անկեղծ եմ, որ ոչ մեկի անունը չեմ տալիս, որովհետև չգիտեմ ով ասա արել։ Գնացինք։ Ախր այ բալա, ես չեմ էլ հասկանում ախր ես ոնց է հայտնել իմ գրպանում։ Տեսնյակ ես ոչ մժեղձյայից հավատում եմ տենց բան արածելի, ոչ է հավատում եմ դու Լևի գնացածել ես։ Բալես քո արև ախր ես Լևի չեմ գնացել, ուղղակի հարց հետ չի։ Տեսնյակ մաման ահա որ նեղված է։ Անես մի տեսակ տխրություն էր մտես սաղիս մեջ, որ էլ չասած։ Դու ես մորդ ջանին մեռնեմ, արա։ Ես մորդ ցավը տանեմ, էլ ինչ խոսքեր ասեմ, որ հավատաս, որ ես իմ ուխտին երբեք ոչ մի բան չեմ փոխի։ Ես մորդ կյանքում չեմ դավաճանել, ինձ հավատում ես, բալես։ Հավատում եմ։ Բայց ես ասես չեմ թողնելու։ Ես այս սարքողին մզցնելու եմ, արա։ Ու մզցնելու եմ մի ուրիշ ձևի։ Բայց դեմքը ծանոթ է ոնց էր։ Մելո մի ժամանակ ձեր մոտ էր աշխատում, մտենք իրար տեսը։ Հիշեցի, բա մեր աղբորով աղբ։ Ես եմ խփը։ Ես խփը որ։ Բացատրելով չհասկացավ։ Տարիքով մեծ տղա է, չէր կարող խոսակցություն ունես տաներ, որ հասկանար, սրան չհասներ։ Մի քանի անգամ հանգիստ ասել են, որ չարժե ես մարդուն նեղացնել։ Կամ էլ թե չէ տարիքի ինչ կապ ունի։ Խիմ տարիքի տղեկը լակոտություն անողներին չեն խփում։ Պատասխան ես տալու։ Ապեր ես ինչ ձև ես խոսում։ Ես իմ ասածին տեր եմ։ Ափշան, երածը լագոդություն չէ։ Ճիշտ է, բառը կոպիտ կհնչի, բայց իրանց արարքն էլ չէ կոպիտ երած։ Այս մարդն էլ արարքին համապատասխան բառ կօգտագործի։ Տղեկ ջան, ձեր երածը լագոդություն։ Մի տեղ այն ափշան, չեն իմացել ինչ կենեն, մենք է նկատե եկեսել ենք, ի օգուտ Իրանը մի հատ մեծ չափալաղ ենք տվել։ Դու էլ ափշան, տարիքով տղա ես, մտածեցի որ կուկասկսես ափշանը, մի ինչ եղել է, ջայել են չեն հասկացե, երեք անգամ ներենք։ Ուղղակի որ մեզ ասեք, մենք ավելի խիստ կպատժենք դրա համար իրանց։ Ջանիդ մեռնիմ, բացատրելուց, սորվեցնելուց ըմբես լավ եմ, որ բագաժ ունիմ Էլմիսը։ Հոպարին էլ չենք թողես, տեղից էր տար, մտածեցինք մի իրանց սխալ հասկացած տղեկը կուկան ինչ որ բան կունենան հոպարիչեն։ Սեք, դավայ, տղեկ ջան, ձեզիք սպասենք։ Ախպերս հեսա ինչ որ պետքա կարվի։ Ձե ախպեր, բարի գիշեր ձեզ։ Բարի գիշեր։ Հաջողություն։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ախպեր մա չչրպեցիր ո՞։ Դե որ պետք լներ կչրպեի։ Դու ուստե իմից ցծված մնացիր։ Սուս մնա։ Պապի ջան, ես եւ եկալ գնացավ։ Դե լավ, դե մարդ հայր հիմա ջղայնացած ա եղել մեկի չուլկին հանելա, վայ։ Հա, այդ նորմալ է։ Չէ, դե ինչն է նորմալ։ Հիմա գնացել է Պարզի։ Կամ Օլգան ա եղել, կամ Մաշան, կամ էլ ես շատ մեմ։ Տեղականներից ինչ որ մեկն ա դրա էլի։ Ես չեմ կարողանում պատկերացնել, որ պապան կարար այդ քայլին գնար։ Ես էլ չեմ պատկերացնում, իր անկապ խոսում եմ, էլի ուղղակի մի քիչ լարված եմ, ուշադրություն մի դարձրու էլի։ Դու ինչ ես լարված։ Մխոյի հետ պետքա լուրջ խոսեմ։ Ինչ պետք է խոսես։ Ուզում եմ իր հետ շատ լուրջ խոսամ, իր հասկանում ես։ Վերջապես պետքա որոշում կայացնի ինքը, թե չէ։
Հա։ Բա ինչ անեմ իր։ Ինքը որ չի բաշարում, բայց ես էլ անբաշար չեմ, կխոսեմ։ Դե քեզ տեսնեմ։ Կարելի է։ Արի, քվորնյակ ջան։ Քվորնյակ ջան, հովարոսը քեզ չի ջղայնացրի, ասել է տենամ։ Մխո ես չգիտեմ քո վրա մեղր ա քսած, ինչ ա քսած, բայց դե մի բան հաստատ քսած ա։ Ես քեզանից չեմ կարող փոխվել։ Հա, այն օրը էլի ասին աղջնյակներից մեկը, այդ նույն բանը։ Մխո, ես քեզ սիրում եմ։ Երթվա, ես երթվա դու։ Ապեսոն մի հատ ինչ աղջիկ եմ տեսել, մի հատ ինչ սիրուն աղբեր, մի հատ ինչ մալալ տղետ։ Նորմալ սիրահար, վար։ Աղբերը ուզում անգետ ունենա, ուզում ա չունենա, այդ աղջիկի հիմն առնելու, վսյո։ Դու այսօր ես գնում։ Որձերով էլի գեղեցկություն ջան։ Ան, այս ինչ ես արել աղբորս։ Ինչի։ Որովհետև Յանը տարել է։ Ուզում եք դիտել շարունակությունը 3w.shantv.com